Ընտանեկան միջերկրածովյան տենդի գենետիկական ախտորոշման, աուտոիմուն և աուտոբորբոքային հիվանդությունների վարման մեր երկրի փորձն են քննարկում միջազգային երկօրյա գիտաժողովում։ Հայաստանում են ոլորտի մասնագետներ Ֆրանսիայից, Իտալիայից, Իսրայելից, Թունիսից։ Աշխատում եմ Ջենովայի մանկական հիվանդանոցում։ Մենք պետք է բարելավենք գենետիկական վերլուծությունն ու ֆունկցիոնալ թեստերը։ Կան բուժառուներ, որոնք ունեն աուտոբորբոքային հիվանդության հստակ ապացույցներ, բայց չեն գնացել գենետիկ ախտորոշման։ Հայաստանը հրաշալի երկիր է և կարող են քննարկել ոչ միայն ընտանեկան միջերկրածովյան տենդի դեմ պայքարի մեթոդները, այլև 100 այլ աուտոբորբոքային հիվանդություններ։ Մասնագետների քննարկման առանցքում են ընտանեկան միջերկրածովյան տենդի վարման միջազգային ուղեցույցների վերլուծությունն ու հիվանդության ժամանակ երիկամների ախտահարումը։ Հնարավորություն ունեցանք կատարելու կլաստերային վերլուծություն։ Փորձում ենք բացահայտել պարբերական հիվանդություն ունեցողների ախտանշանները, բուժման մեթոդները հաշվի առնելով սեռը, տարիքը։ Կարևոր է ունենալ կլաստերային այդ վերլուծությունը, ինչը ևս մեկ քայլ է դեպի անհատականացված բժշկություն։ Իմ զեկույցը նվիրված կլինի հենց գենետիկական հետազոտություններին մեր պոպուլացիայում հայերի մոտ, որովհետև մենք հետազոտել ենք ամենամեծ խումբը աշխարհում, դա 62,000-ից ավել, համարյա 63,000 մարդ, որոնցից մեր հիվանդներն են պարբերական հիվանդությամբ և ընտանիքների անդամները, և մենք կարողացանք հայտնաբերել այն ավելի պաթոգեն կամ ավելի մեղմ գենետիկական փոփոխություններ, այդպես էլ կոչվում են, որոնք կարող են առաջացնել և բարդ տեսակը հիվանդության, և բարդությունները այս հիվանդության օրինակ երիկամային ամիլոիդոզը, որը բավական տարածված էր տարիներ առաջ Հայաստանում։ Ընտանեկան միջերկրածովյան տենդի հիմնական ախտանիշները պարբերաբար կրկնվող որովայնի կրծքային հատվածի տենդով ուղեկցվող ցավերն են։ Ռևմատոլոգիական հիվանդությունները հիմնականում շարակցական հյուսվածքի աուտոիմուն հիվանդություններ են, որոնց շարքին դասվում են համակարգային կարմիր գայլախտը, համակարգային հիվանդությունները, սկլերոդերմիան եւ այլն, ինչպես նաեւ ռևմատոլոգիական բորբոքային հիվանդությունները։ Ինչ վերաբերում է պարբերական հիվանդությունը աուտոբորբոքային հիվանդություն է։ Գանգատի դեպքում պետք է դիմել բժշկի, հետազոտվել կանխարգելելու աուտոիմուն և աուտոբորբոքային հիվանդությունների զարգացումը։ Նարայ Ոսկանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։